Եղել են, չեն եղել, վաղուց, շատ վաղուց, մի մայր ու տղա, Նաղաշ անունով։ Մեծանում էր Նաղաշը առանց հոր, որովհետև այդ կողմերով պատերազմ էր անցել, առել ու տարել էր նրա հորը, և այդ օրվանից նրան չէին տեսել։ Նաղաշի մայրը տնից տուն էր գնում, հաց թխում մարդկանց համար, և մարդիկ նրան վարձատրում էին նույն հացով։ Ամեն անգամ հոգնած վերադառնալով տուն, մայրը գրկում էր փոքրիկ Նաղաշին ու երգում մի թախծոտ երգ իր անցած դառը օրերի մասին։ Եվ այսպես ամեն օր մայրը տնից տուն էր անցնում, լավաշ թխում, իսկ որդին սնվում լավաշով ու մեծանում։ Եվ այսպես օրեր անցան, ամիսները տարիներ դարձան։ Մի անգամ հաց ուտելիս Նաղաշը հարցրեց. «Մայրիկ, ինչու հացը ցամաք ես ուտում»։ Մայրը հոգոց հանեց ու ասաց. «Որդիս, ես դարդ ու ցավս եմ փաթաթում լավաշի մեջ ու կուլ տալիս»։ Այո, հայոց լեռնոտ աշխարհում տղաները շուտ են դառնում չափահաս ու մոռանում իրենց մանկական խաղերը։ Ու մի օր Նաղաշը տեսավ, որ գյուղի շուրջը փռված արտերը կարկատանների են նման։ Եվ տեսավ, որ ամեն տան մի լավաշի չափ արտ էր բաժին հանել լեռնոտ երկիրը։ Մի անգամ Նաղաշը երկար նայեց մոր աշխատանքին ու ասաց, որ ուզում է օգնել նրան։ Հաց թխելը քո գործը չէ, որդիս, թե ուզում ես բախտավոր լինես ու քո հացը վաստակես, սրտիդ ուզած գործը գտիր, ասաց մայրը։ Մտահոգվեց Նաղաշը մոր խոսքերից, երկար մտածեց ու որոշեց աշխարհով մեկ շրջել ու իր գործը գտնել։ Լուսադեմին ճամփա անկավ Նաղաշը, տանելով խուրջինի մեջ մոր քրտինքով թխած մի հատիկ լավաշ և նրա լուր օրհնություն։ Շատ գնաց թե քիչ, միայն ինքը Նաղաշը գիտե։ Եվ ահա սառնորակ աղբյուրի մոտ մի ուրախ հովվի հանդիպեց։ Ողջունեց սիրով հովիվը Նաղաշին ու հետնել, թե հեռու է ճամփան։ Հագեցնելով ծարավը Նաղաշը, թե բախտի հետևից։ Զարմացավ հովիվը։ Մարդ էլ բախտի հետևից գնա։ Քո բախտը քեզ հետ է, իմը սարերի ետևում է։ Բարով մնաս։ Հեյ, բախտը քո ձեռքում է։ Նաղաշի ետևից զիլ ձայնեց հովիվը։ Հոգնեց Նաղաշը։ Իրիկնադեմին փլվեց մի քարի, որ շունչը տեղը բերի։ Լավաշի կեսը հանեց խուրջինից, և հանկարծ այ քեզ հրաշք, մի ավազակ բուսնեց Նաղաշի առաջ։ Էդ դու ես ավազակ լավաշս թռցրել, հենց հիմա ետ տուր։
Լավաշը մայրս է թխել, գոռաց Նաղաշը։ Երբ ընկրկեց սարսափած ավազակը ու շշնջաց. «Կախարդանք է տեր իմ, կախարդական լավաշ», ու աղերսեց ավազակը. «Ար ինչ ուզում ես լավաշի դիմաց»։ Պետք չեն ինձ գանձերը թալանված։ Իսկ լավաշը քո ձեռքում սովորական մի հաց կդառնա։ Թե սոված ես, ար, կեր, ասաց Նաղաշը։ Երկար թափառեց Նաղաշը, ու անծանոթ ճամփաները բերեցին օտար մի երկիր, ու մի արեհեր ծերունի կանգնեց Նաղաշի դիմաց։ Ո՞վ ես, մարդ Աստծո։ Ես եմ, Նաղաշը։ Երկար է ճամփա, հարցրեց ծերունին։ Բախտի հետևից, պապի։ Ես էլ գնացի բախտի հետևից ու մոլորվեցի, վերջն էլ աչքիս լույսը կորցրի։ Տխրեց Նաղաշը։ Կարող եմ քեզ օգնել, պապի։ Չգնաս իմ ճամփով, որդիս։ Այս լավաշը մայրս է թխել, կախարդական էր, ինչքան ուտեի չէր պակասի։ Ճամփին հանկարծ կես եղավ, ար, այս կեսն էլ քեզ, պապի։ Լավաշիդ զորությունը չի կորել, որդիս, դալար մնան մորդ ձեռքերը, վերադարձրին աչքիս լույսը, և ավելացրեց ծերունին, իսկ լավաշըդ պակասեց զավակս, քանի որ քրտինքովդ չէիր վաստակել։ Երբ մտանքով հոգնած քուն մտավ Նաղաշը։ Երազոն լսեց հեռվից, շատ հեռվից խոսքերը պապի։ Լավաշը նորից կախարդական կդառնա, երբ այն կջրես քրտինքով սեփական։ Արթնացավ Նաղաշը ու դիմեց դեպի հարազատ գյուղը։ Լուռ մտավ նա տունը հայրենի, լուռ բարձրացավ լանջը դիմացի, մաքրեց քարերից մի լավաշաչափ հողի պատառիկ, ցանեց իր արտը, ջրեց քրտինքով և հողը նրան պարգևեց բերքով։ Եվ հիշեց Նաղաշը լավաշն իր մանկության ու կախարդական խոսքերը պապի։ Հիշիր, որդիս, երջանկությունը աշխատանքի մեջ է միայն, բախտավորությունը հայրենի